Ծննդոց 3:15 Եվ ես թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը։ Սա Աստծո կողմից տրված առաջին մարգարեությունն է այն մասին, որ Մեսիան Փրկիչը գալիս է, և նա մահացու հարված կհասցնի սատանային, մեղքին և մահվանը։ Եվ հետո մենք տեսնում ենք Եսայիի գրքում, նախքան Սուրբ Ծննդյան պատմությունը կարդալը, ես ուզում էի, որ իմանաք, որ Սուրբ Ծննդյան պատմությունը սկսվել է ոչ թե ավետարաններից, այլ մարգարեներից։ Եսայի 7:14-ում ասվում է. «Ուստի Տերն ինքը նշան պիտի տա ձեզ, ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը Էմմանուել դնի»։ Եվ եթե բացենք Եսայի 9, համար 6 և 7, քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը նրա ուսերի վրա կլինի, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան, նրա իշխանության աճին ու խաղաղությանը վերջ չի լինի Դավթի աթոռի վրա, և նրա թագավորության մեջ այն հաստատելու և ամրացնելու համար իրավունքով ու արդարությունով, այսուհետև մինչև հավիտյան, զորած Տիրոջ նախանձախնդրությունը կանի այսպիսով, մենք տեսնում ենք Ծննդոցում, տեսնում ենք Եսայիի գրքում, որ որդին տրվելու է մեզ, մանուկ է տրվելու մեզ, ինչ-որ մեկը գալու է և ջախջախելու է օձի գլուխը։ Եվ հետո Միքիան ասում է մեզ ավելին այն մասին, թե որտեղ է դա տեղի ունենալու։ Միքիա 5:2 Բայց դու, Բեթլեհեմ Եփրաթա, թեպետ փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով Իսրայելի վրա իշխան պիտի լինի, և որի ելքը վաղուց է հավիտենական օրերից։